իրական խաղաղության համար անհրաժեշտ է ուժերի հաշվեկշիռը վերականգնել։ Դուք ասում եք, որ էսկալացիոն առիթ է հանդիսանում այս կոմունիկացիաների հարցը։ Լսեք, նույնիսկ կրկնում եմ, ինչպես բացատրեմ ձեզ, նույնիսկ եթե դուք բոլոր խաղաքարտերը տակ Ադրբեջանին, հանձնեք ձեր արսենալում գտնվող, եթե նրա մտքին խաղաղություն չլինի, նա նոր պահանջներ է ծնելու, առաջ քաշելու, ներկայացնելու, որտեղ նրա նպատակը խաղաղությունը չէ։ Ուզում եք իրական խաղաղություն հաստատեք։ Իրական խաղաղության համար անհրաժեշտ է արդյունավետ կառավարում իրականացնել։ Անհրաժեշտ է իսկապես մարդունակ բանակ ձևավորել, իսկապես որակապես նոր պաշտպանական համակարգ ստեղծել, իսկապես պետք է խոսույթը փոխել Ադրբեջանի հետ։ Եվ իդեպ, այս առումով սիրելի բարեկամներ, ես ուզում եմ թեկուզ ընդունեք, որ սա սենտիմենտալ է, պաթետիկ է, հայրենիքը պետք է պաշտպանել արտաքին ռազմական ագրեսիայից, ուրիշ տարբերակ չկա։ Աշխարհի որևէ պետություն, եթե իհարկե չի ուզում իրական կապիտուլյացիայի ենթարկվել ու իր երկիրը հանձնել թշնամուն, պետք է պաշտպանվի։ Ամեն ինչ թշնամուն հանձնելով, բոլոր խաղաքարտերը թշնամուն հանձնելով դուք խաղաղություն չեք ստանալու, Նիկոլ, չեք ստանալու։ Ալիևը խաղաղության ձեռք չի մեկնել, լու ձեզ։ Այն էլ իր վերջի քայլերը մեր ռազմագերիների նման ստորացնելու, նվաստացնելու միջոցով, Հայաստանի դեմ նոր հայցեր ներկայացնելու, Հայաստանը արևմտյան Ադրբեջան հորդորժելու, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ բացահայտ նկարտումներ դրսևորելու տեսանկյունից, Հայաստանի դեմ հնարավոր ռեպարացիաներ ներկայացնելու նպատակի իրագործման պատրաստվելու համատեքստում մոռացեք, որ Ալիևը ձեր հետ իրական խաղաղության պայմանագիր է ցանկանում կնքել։ Հիմա